Հայաստանը երկրի առաջավոր արևելքի հյուսիս-արևելյան հատվածում զբաղեցնում է 46,000 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 3 միլիոն, մեծամասնությունը հայ է, սահմանադրական կարգը հանրապետություն։ Սա Հայաստան է և վերջ։ Արեն Վարդանյանի հեղինակային ծրագիր։ Լրատվական ռադիոյի եթերում սա Հայաստանը եւ վերջ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, տաղավարում հաղորդման հեղինակ Արեն Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Եվ ես երկրորդ խոսափող Գարեգին Խումարյանը։ Կարեն, օրերս համացանցում ֆոտոշարք է պտտվում, այսպես սեղանի շուրջ բանակցությունների նստած են ձեր ոլորտի առաջատար դեմքերը, ոմանց համար, ով ներսի շարժը մի փոքր պատկերացնում է, նույնիսկ տարօրինակ էր կատաղի մրցակիցներին նույն սեղանի շուրջ տեսնելու, ու չար լեզուները ասում են, որ IT համայնքը կոնսոլիդացվում է, ուզում է երկրի մեջ երկիր սարքել, կա այդպիսի բան, առանձնանալ, այսպես ինքնավարություն ձեռք բերել։ Չէ, ես կարծում եմ երկրից երկիր սարքել, ոչ թե երկրի մեջ երկիր, որևէ ցանկություն չունենք երկրի մեջ երկիր սարքելու, բանա, իհարկե իրականում ինչա տեղի ունեցել, ամսի 27-ին եւ 28-ին մեր ավանդական 2007 թվականից մենք մի ֆորմատ ունենք, որ կոչվում է ՏՀՏ լիդերների հանդիպում, եւ այդ հանդիպումների հիմնական իմաստը ակտուալ թեմաները քննարկել, ընդ որում քննարկել ոչ միայն ոլորտի ներսում, այլ նաեւ ներգրավելով պետական մարմինները եւ լուծումները կամ առաջարկությունները արդեն պրոյեկտներ սարքել եւ ներկայացնել պետությանը եւ մեր վերջի հանդիպումը վերջի փետրվարի 27-28-ին նվիրված էր ֆինանսական եղած տեղական ֆինանսական ռեսուրսների կոնսոլիդացիային, մասնավորապես մենք գիտենք, որ 17 թվականից սկսում է գործել կենսաթոշակային օրենքը, մենք գիտենք, որ նույն IT ոլորտը, որը շուրջ 15,000 մարդ է եւ ընտանիքներով դա գրեթե 50-60 հազար մարդ է, այդ նույն մարդիկ ունեն վարում են մեքենաներ, մուծում են ապա եւ բժշկական ապահովագրություն, թե իրենց համար, թե իրենց ընտանիքների համար, բացի դրանից այդ ընկերությունները ունեն ֆինանսական ռեսուրսների կարիքներ, տարբեր կարգի, հա, օրինակ ֆինանսական ռեսուրսների կարիքներ կա, օրինակ երիտասարդ ծրագրավորողների ընտանիքների ցածր տոկոսով հիպոթեկների համար ֆինանսական ռեսուրսների կարիքներ կա, օրինակ մենք հիմա մտնում ենք շրջաններ եւ պատրաստում ենք մեծ քանակությամբ մասնագետներ եւ 2-3 տարի հետո այդ մասնագետները երբ որ ուզենան աշխատեն, մեզ պետք է լինելու, որ ասենք շրջաններում մենք ունենանք կառավարվող տարածքներ, այսինքն տարածքներ, որտեղ ասենք այդ նորաստեղծ ընկերությունը պետք է գա, միացնի ինտերնետին, հա, իր համակարգիչը եւ սկսի աշխատել եւ բավարար պայմաններ լինի, որպեսզի նա կարա այդտեղ հյուրեր ընդունի, պարտներներին ընդունի եւ այլն, այսինքն բիզնես կենտրոններ, հա, քանի չեք վերջացրել, Կարեն, պատմելը մի անցումային տեխնիկական հարց տամ, այդ տեղի ունեցած քննարկումներին այսպիսի մի ինտերպրետացիա կա, ձեր միտքը շարունակելու, ասում են IT համայնքը որոշել է իր միջից այլևս փող դուրս չտալ, ասում են, հիմա ծրագրավորողները, տելեկոմ ընկերությունները իրենք համար կսարքեն առանձին բանկ, հարմար տոկոսով բիզնես վարկեր կվերցնեն, առանձին հիպոթեկային ընկերություն կսարքեն բացառապես ծրագրավորողների համար խելքին մոտիկ վարկային տոկոսներով, սեփական ուրեմն ապահովագրական ընկերություններ կսարքեն ոլորտի համար ու այդ ամբողջ դրական ներգործությունը տնտեսության վրա, որ IT համայնքի աճի հետ էր կապված, աճով էր պայմանավորված, ասում են, որ ագահ IT-շնիկները ուզում են կենտրոնացնել սեփական ընկերությունների մեջ ու այդպես։ Ну նախ ասեմ, որ օրինակ կոոպերատիվ բանկերի գաղափարը դա շատ տարածված գաղափար է, հատկապես Եվրոպայում, անգամ այդ կոոպերատիվ բանկերից մեկը Հայաստանում է գործում, մենակ Ագբակրեդի Ագրիկոլ բանկը, դա տիպիկ, չէ, կոոպերատիվ բանկի օրինակ է, նու մի քիչ հայաստանյան շեղումներով, բայց ամենայն դեպս, բայց աշխարհում շատ կան տենց կրեդիտ յունիոններ եւ կրեդիտ բանկեր, ինչով են իրենք տարբերվում, որ այդ ձեռնարկությունները, որոնք կամ մարդիկ, որոնք այդ բանկում հաշիվներ են պահում,
նրանք որոշակի արտոնություններ ունեն, երբ որ իրենց կոոպերատիվի մեջ իրար վարկեր են տալիս, իրար ֆինանսական ծառայություններ են ցույց տալիս եւ այլն, եւ քանի որ դա որոշակի փակ շղթաներ են, ապա վստահության մակարդակը, քանի որ մի մակարդակ ավելի շատ է, քան թե երբ որ հանրային բանկ է կամ եւ այլն, ապա դա բերում է նրան, որ տոկոսները իջնում են, պայմանները ավելի հարմար են լինում եւ հետո երբ որ ինքը կոոպերատիվ, այսինքն պատկանում է բոլորին։ Ինքը եւ դու այնտեղ հաշիվդ ես պահում, եւ փողերդ ես պահում եւ նաեւ նա պատկանում է քեզ, դու ուշով հետեւում ես, որ այդ բանկը ավելորդ ծառայություններ, ավելորդ ծախսեր չանի։ Օրինակ հիմա շատ բանկերում ներքին սպասարկման այդ ծախսերը, օֆիսներ եւ այլ բանա, դա գալիս է ամբողջ այդ հասույթի գրեթե 40%-ի չափ, պատկերացնում եք, այսինքն այն տոկոսները, որ մեզ վարկավորում են, ասենք 24%-ով, իմացեք, որ դրա ասենք մի զգալի մասը գնում է փակվելու զուտ, ասենք, այդ ճոխությունները կամ մենեջմենտի թուլությունները կամ եւ այլն, էլի, այսինքն ու երբ որ դու սեփականատեր ես այդ բանկի ու դու գալիս ես այդ բանկ տեսնում ես, ասենք, պարաբլիկը մարդ կա կամ չգիտեմ ոսկե ջրած վազաներ են դրած եւ այլն, դու բնականաբար ձայն ես բարձրացնում եւ սովորաբար այդ տիպի բանկերը թե Միացյալ Նահանգներում թե Եվրոպայում դրանք ամենալավագույն սպասարկող բանկերն են, որտեղ ամենաքիչ, ամենաէֆեկտիվ աշխատանքի կազմակերպումը կա բանկա եւ մենք էլ բնականաբար դրան ձգտում ենք։ Մյուս կողմից ասեմ, մենք ինչ ենք անում, նայեք, մենք IT ոլորտը պիտի զարգանա, հա? Եկեք նայենք տեսնենք ինչ ֆինանսավորում կա այդ զարգացմանը։ Եվ պետք է տեսնենք, որ ասենք ընդհանրապես բյուջեում ասենք մի 90 միլիոն դրամ է դրած IT ոլորտի զարգացման համար եւ նաեւ գուցե զուգահեռ գործում է ասենք համաշխարհային բանկի ինչ որ վարկային գիծ, որը նախ պետության համար հետագայում բեռա, երկրորդը ասենք դու ստիպված ես օգտագործել այդ վարկը ոչ թե ոնց որ դու ես ուզում եւ ինչ որ պետք է, այլ այնպես ոնց որ կհաստատի օրինակ համաշխարհային բանկը, հա, որ արդեն էլի լրացուցիչ բան։ Ստեղծում, հա։ Բայց միևնույն ժամանակ, ասենք, մեր նույն ընկերությունները իրենց փողերը պահում են տարբեր բանկերում եւ այդ օգուտները գնում են, ասենք, այդ բանկերին, ընդ որում Հայաստանի դեպքում դու գիտեք, որ բանկերի սեփականատերերի գրեթե 80%-ը դա Հայաստանի քաղաքացիներ չեն, այսինքն դա դուրս է, եւ միևնույն ժամանակ ընկերությունը երբ որ ուզում է օպերատիվ ենթադրենք նախ ներդրումային գումարներ չունենք, որ IT ոլորտում ռեալ զարգացման համար դնենք, եւ դա զարմանալի է, այսինքն կա ոլորտ, որ 25%-ով աճում է, բայց փող չունի, որ դնի այդ ոլորտում, այսինքն փող չկա։ Հա, ու փողը տված է սովորական բանկերին, գնում ես բանկին, ինքն էլ ասում է դե արի անշարժ գույքը դիր, ուրեմն բան եւ այլն, այսինքն հիմար պայմաններ են, որ հնարավորություն չի տալի ինվեստիցիաների։ Բացի դրանից ընկերությունը ասենք դիցուկ դա շատ հաճախ է լինում, երբ որ ընկերությունը նորմալ աշխատում է, բայց օպերացիոն գումարների կարիք ունի, ինչ որ պահա, որ մեծ ներդրումներ է արել եւ մի պահա, որ իրան ընդհանրապես պետք է օրինակ, չգիտեմ, մի քանի ամսով իր աշխատավարձը ծածկել, մինչեւ իր ապրոդուկտը դուրս գա շուկա։ Ու բոլորս գիտենք, որ այդ ընկերությունը նորմալ ընկերությունն է, ապրոդուկտը նորմալ է եւ այլն, ու ինքը անիմաստ է, որ ինքը մտնի 24%-ի տակ, երբ որ ունի կոլեգա ընկերություններ, որ հաճույքով, ասենք, իրանց կհամաձայնվեն, եթե իրանց օրինակ հաշիվներից, ասենք, չգիտեմ, 4-5%-ով մարդը կարողանա նորմալ վարկ վերցնի եւ իր խնդիրները լուծի, եւ մյուս ֆինանսավորման կարիքը ունեցող խնդիրներից մեկը դա վենչուրային ֆինանսավորումն է, այսինքն ռիսկային ֆինանսավորումը։ Եվ ստեղ էլ, ասենք, մարդը իրավունք ունի, օրինակ, եթե ասենք վերադառնանք կենսաթոշակայինի, եթե մենք խոսենք օրինակ Հայաստանում հավաքված IT ոլորտից, սկզբից IT ոլորտից հավաքված կենսաթոշակային վճարումները
ծախսել Հայաստանում, որը որ շատ ավելի տրամաբանական է, եթե ասենք այդ ոլորտում 25% աճ տա, քան թե ծախսել, ասենք Գերմանիայի Դաշնությունում, ասենք դնել 1%-ի տակ, ասենք այդ գումարը, նախ ֆինանսավորել գերմանական տնտեսությունը, երկրորդը ասենք դնել մի տնտեսությունում, որը որ դիցուկ ընդհանուր աճում է, բայց աճում է 2.5-3%-ով, իհարկե գիգանտ տնտեսություն է, բայց ավելի լավ է մենք մեր գումարը դնենք մեր մոտ եւ մեր տնտեսությունը աճացնենք եւ այնտեղ օրենսդրության մեջ կա, որ ինչ-որ չնչին տոկոս դու կարող ես ծախսել նաեւ քո կենսաթոշակային ներդրումներից ռիսկային պրոյեկտների վրա։ Իսկ ռիսկային պրոյեկտները դա ամենալավ ռիսկային պրոյեկտները դրանք տեխնոլոգիական ոլորտի պրոյեկտներն են, որտեղ մարդը կարա ռիսկի, ու այդ ռիսկելուց ինքը նաև կարող է ավելի շատ ավելի մեծ դիվիդենդներ ստանա եւ հաշվի առնելով այդ նորաստեղծ ընկերությունների աճը, նոր տեխնոլոգիաների աճը երկրում, ընդհանուր ոլորտի 25%-անոց աճը, իմաստ ունի մտածել դրա մասին, որովհետեւ մենք ընկած ման են գալի, վայ ով է մեկը գա մեզ վարկ տա, մենք այդ վարկից վենչուրային ֆինանսավորում անենք։ Սա Հայաստանը եւ վերջ հաղորդաշարն է, ողջունում ռադիոլսողներին, ռադիոդիտողներին, լրատվական ռադիոյի եթերում տաղավարում հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանն է եւ ես Գարեգին Խումարյանը, ով բաց է թողել մեր նախորդ հատվածը, նրանց համար մի փոքր ամփոփեմ ինչի մասին ենք խոսում։ Հայաստանում կա IT ոլորտ, որտեղ ներգրաված է 15000 հոգի մարդ, տնային տնտեսություններով իրենց ընտանիքներով մոտ 50000, ու այդ 50000-ը թերևս ամենադինամիկ ու ամենագնողունակ հատվածն է հայ հասարակության։ Մենք մի իրավիճակի ենք հասել, երբ առանց հայտարարելու, առանց ինչ-որ դեկլարատիվ բաների ստացվել այնպես, որ IT ոլորտը համակարգ ստեղծող ոլորտ է դարձել Հայաստանի համար, այսինքն վերջինիս աճով կամ նվազմամբ պայմանավորված է շատ բան, բայց մնացած տնտեսությունը իբրև ինֆրաստրուկտուրա այդ համակարգ ձևավորող ոլորտի համար իրեն չի արդարացնում, IT ընկերությունների նկատմամբ չկա այն վերաբերմունքը, որին որ իրենք արժանի են վարկերի տեսանկյունից, կենսաթոշակային սերվիսների տեսանկյունից, ապահովագրությունից ու մնացած այն բաներից, որոնք անհատներն ու ընկերությունները գնում են։ Ու IT համայնքը այս 15-ից 50000 մարդիկ, անհատները ու ընկերությունները որոշել են իրենց համար այս ամեն ինչը ստանալ, եթե բանկերն իրենց չեն տալիս իրենց ուզած տոկոսադրույքներով վարկեր, իրենք կստեղծեն իրենց բանկերը, իրենք կստեղծեն իրենց կենսաթոշակային հիմնադրամը, որպեսզի երաշխավորված լինեն վաղվա օրվա մասով, կստեղծեն իրենց ապահովագրական ընկերությունները, մի խոսքով, այսպես IT համայնքը կարելի ասել ինչ որ չափով մեկուսանում է գոյություն ունեցող տնտեսական կացությունից։ Ես կարծում եմ այդ մեկուսանալ բառը սխալ է, որովհետև չենք մեկուսանում, ըստ էության այն ֆինանսական ինստիտուտները, որ նախ չենք որոշել, դեռ մենք քննարկում ենք այդ process-ը, այսինքն դա առաջարկություն է, ուղղված ամբողջ IT թե բիզնեսին, թե մեր աշխատակիցներին, նախ դա առաջարկություն է եւ երկրորդը դա մեկուսացում չի, դա փորձ է ստեղծել առողջ օրգանիզմ, առողջ ֆինանսական ինստիտուտներ, որոնք հնարավորություն կտան մեր բնակչության մյուս հատվածներին կպնել այդ ինստիտուտներին, այսինքն բնական է, չէ, որ ասենք եթե կոոպերատիվ, ասենք կրեդիտային կազմակերպություն ստեղծվի, սկզբից դրանք կլինեն IT ընկերությունները որպես հասարակության մեջ ավելի բարձր գրագիտության ցենզ ունեցողներ, հետո ավելի գրագիտությունը այն իմաստով, որ իրանք կարան վերահսկեն, ինքնուրույն գործիքներ սարքեն, որոնք իրենք վերահսկեն իրենց կոոպերատիվ բանկը, հա? Եվ երբ որ այդ ամեն ինչը աշխատի, դա կլինի օրինակ, որ ցանկացած կարող է բանկային աշխատողները միանան, վաղը կարող է ազատ մասնագիտությունները, ասենք, որոնք որ ասենք ստեղծագործական մասնագիտությունները միանան, չգիտեմ, ցանկացած մասնագիտություններ, բժիշկները եւ այլ, այսինքն սա ոչ թե փորձ է առանձնանալու համար, այլ փորձա ստեղծել առողջ օրգանիզմ, որ ինքը իր արմատի մեջ առողջ լինի, որպեսզի կարողանա մնացածին օրակարգ։ Հա, որպեսզի կարողանաս դրա վրա աճացնես, այսինքն ամբողջ
Խնդիրը էս է։ Կարեն կա հաշվարկ այս անառողջ իրավիճակի պատճառով, հա, այս ֆինանսական հոսքերի ոչ այդքան արդյունավետ կառավարման համայնքը ընդհանուր առմամբ որքան փող է տարեկան փոշիացնում ու դուրս տալիս։ Եվ դենց ֆինանսական իմ համար դժվար է ասել, բայց օրինակ ես մի օրինակ բերեմ, հա, օրինակ մենք վճարում ենք, ենթադրենք դիցուկ ապա, օրինակ ոլորտի շատ մարդիկ ունեն մեքենաներ, վճարում են ապա եւ այլն։ Ու ամեն տարի վճարում են նույն քանակությամբ ապա, հա, բաները, ասենք այդ այն ընկերությունները, որոնք ապահովում են այդ ապահովագրական ընկերությունները, նրանք ինչ-որ բանաձևեր ունեն, իրանց ռիսկայնությունն էլ դնում են ի վրան, հա, որպեսզի անվտանգացնեն, հա, իրանց գումարը, եւ ասում են, այս հաշվարկից դուք պետքա վճարեք դիցուկ, չգիտեմ, 15000 դրամ ապահովագրություն, հա։ Հա, բայց տեն չի չէ, որ ամեն տարի նույն քանակությամբ այդ ռիսկայնությունը աշխատում է։ Այսինքն միշտ ռիսկայնությունը ավելի շատ է հաշվարկվում, քան թե իրականում կա։ Ոնց որ խորհրդային միության ժամանակ, ասենք շենքերի հաշվարկի մեջ մենք կոեֆիցիենտներ ենք մտցնում, որը որ մի քանի անգամ ավելի մեծ էր, քան թե պետք էր, որպեսզի այդ շենքը ամուր լինի։ Հաշվի առնելով, որ գողացվելու է միևնույն։ Նու չէ, գողացվելը չէր իհարկե հաշվարկը, բայց իրականում որոշակի բան կար էլի, այսինքն զապաս կար, որ երբեք չէր կիրառվում, այսինքն դա բան է, այսինքն որը որ վերջը։ Հիմա դիցուկ այդ ապան տալիս է հենց նույն ոլորտի, նույն ավտո տերերը ստեղծում են մի կոոպերատիվ միություն, որը հենց ինքը իրենց այդ ապան տալիս է։ Պարզա չէ, որ իրենք աշխատում են զրոյական շահույթով, որովհետև իրանք իրանց վրա փող չեն աշխատելու։ Համապատասխանաբար, եթե ասենք օրինակ այս տարի վթարների քանակը պակաս եղավ եւ ուրեմն առաջացավ լրացիչ գումար, չէ՞, հաջորդ տարի իրանք ինչ պետք է անեն։ Իրանք այդ ապան պետք է իջեցնեն։ Հա, այսինքն իրենք միանգամից օգուտ են ստանում, այսինքն դա ապան կդառնա, ասենք ոչ թե 15000, այլ նույն միջինացած ենք մենք խոսում, կդառնա 10000։ Հա, այսինքն այս կառավարչական, այսինքն մեթոդներով դու կարողանում ես այդ ծառայությունների գինը իջեցնել, երբ որ դու այդտեղ շահույթ չես ակնկալում։ Իսկ քանի որ հիմիկվա բանկային եւ ֆինանսական բաները, միջոցները, դրանք հիմնականում IT միջոցներ են։ Այսինքն այդ կառավարչական, դրանք այդքան շատ մեծ ադմինիստրացիա չեն պահանջում, շատ ավտոմատացված են, խելոք համակարգեր են մցած, ընդ որում որոնք որ այդ նույն IT ոլորտն էլ արտադրում է։ Ձեզ մի հարց տամ, էլի։ Այսինքն սա հնարավորություն է տալիս, նույնը վերաբերում է բժշկական ապահովագրությանը։ Այսինքն այսօր դու մուծում ես, չգիտեմ, տարեկան, չգիտեմ, 100,000 բժշկական ապահովություն, բայց այդքան հիվանդություն չի եղել։ Դու էլ մեծ զապաս ես դրել։ Հիմա տեսնում ես քո մոտ գումար առաջացավ ավելորդ։ Ինչի համար է պետք է շահույթը ստանալ։ Դա քո գումարն է։ Այսինքն դու համապատասխան այդ շահույթի մյուս տարի ուրեմն համապատասխանաբար ռիսկերդ քչացնում ես ու գումարը 100,000 չես գանձում, 70,000 ես գանձում։ Ու մարդը շատ ավելի ցածր գնով ստանում է նույն որակի բժշկական ապահովություն։ Ավելին ասեմ, երբ որ դու նույնատիպ, հա, նաև գրագիտության առումով մարդիկ են այդ ներգրաված։ Իրենք շատ պահանջկոտ են, իրենց հավաքականի մեջ շատ պահանջկոտ են դառնում այն սերվիսների համար, որը ստանում են։ Այսինքն իրենք ավելի պահանջկոտ են դառնում այն բժշկական ծառայությունների համար, որոնք որ իրենք վճարում են։ Այսինքն գրագետ են, կարող են իրենց շահերը պաշտպանել եւ այլն։ Դա ստիպում է, որպեսզի բժշկական ոլորտը աճի։ Այսինքն բանը, եւ երբ որ դա կոոպերատիվ յունիոն է, հա, միություն է, կոոպերատիվ, հա, դու նաև ապահովում ես, որտեղ չարաշահումներ չլինի։ Այսինքն գործարքի մեջ ֆինանսական ինստիտուտն ու բժշկական ինստիտուտը գործարքի մեջ չմտնեն բանի կլիենտի հաշվին։ Հա, դա բերում է եւս նաև դրա խնդրին, որ ավելորդ բժիշկը դեղորայք չի նշանակում, պատշաճ ծառայություն է տալիս, ավելորդ ծառայություն չի տալիս, ճիշտ ծառայություն է տալիս։ Այսինքն ինքը ֆինանսական ինստրումենտը բերում է առողջացնելու մնացած համակարգերը։ Դուք ստանձնեցիք միության ղեկավարումը 2007-ին, 5-ին։ 11 տարի առաջ։ Այո։
2005 թվականին կարող եք ենթադրել ու մտածել, որ մի օր է գալու ու դա այդքան էլ հեռու օր չէ, որ ոլորտի շրջանառություններն այնքան են մեծանալու ու այնքան պոտենցիալ գումար է ակումուլացվելու, որ գոյություն ունեցող մեխանիզմներ է գումարների կառավարման ուղղակի ոլորտին սկսելու են չբավարարել ու օր է գալու, երբ ոլորտը զգալու է անհրաժեշտություն սեփականը ձևավորելու։ Սա խոսում է այն մասին, որ դուք լավ պնդացել եք այս փաստաթղթը։ Չէ, մնաց մենք խակ էինք այն ժամանակ այդ իմաստով։ Այսինքն մենք չէինք հասկանում, թե կոնսոլիդացիան ինչի կարա բերի, ինչպիսի խնդիրներ կառաջանան։ Մենք խակ էինք ակնհայտ։ Ես ինքս այսօր դրա մասին մտածում էի, որ իրականում աճում է այն խնդիրները, որոնք կարող են կոնսոլիդացիայի միջոցով լուծվեն։ Երբ որ մենք նոր հավաքվեցինք, այսպես ասոցիացիան ստեղծվեց 2000 թվականին, ապա մենք մեր համագործակցությունը սկզբից կրում էր բիզնես, կարճաժամկետ բիզնես բնույթ։ Օրինակ, ասենք համակարգիչ առնողները քիչ էին եւ վաճառողները ստիպված թանկ էին առնում, որովհետեւ չէին կարող մեծ քանակություններ գնեին։ Ստիպված թանկ էին առնում եւ շատ արագ առաջին իսկ օպերացիան, որ մեր մոտ ստեղծվեց, երբ որ մի 3-4 ընկերություն իրար մեջ բաժանեցին, որ մի ընկերությունը, ասենք լավ գործարանից որակյալ մոնիտորներ է առնում Թայվանից ու ինքը բերելու է բոլոր մոնիտորները բոլոր ընկերությունների համար։ Մյուսը բերելու է բոլորի, ուրեմն այդ քեյսերը, մյուսը բերելու է բոլորի, չգիտեմ, պրոցեսորները, հա։ Եվ այդ ժամանակ, քանի որ միանգամից մեծականակ գնումներ էին դառնում դրանք, կտրուկ զեղչի տակ էին անում, եւ դա հնարավորություն տվեց լուրջ իջեցնել գները համակարգչային տեխնիկայի մոտավորապես 2000-2002 թվականին։ Այսինքն առաջի կոոպերացիայի պատկերացումները մեր մոտ զուտ բիզնեսային էին, այսինքն զուտ փողի իջեցնելու բան այդ տիպի կոոպերացիաների մասներ։ Հետագայում համագործակցությունը գնաց արտաքին վտանգների դեմ։ Այսինքն երբ որ մարդիկ խնդիրներ ունեին հարկային դաշտում, ակսային դաշտում, աշխատանքային օրենսդրի դաշտում եւ այլն, եւ ընկերությունները, որոնք իրար մրցակից էին եւ շատ խիստ մրցակից էին, նրանք ցեցին հավաքվել, հասկանալով, որ առանձին այդ խնդիրները չեն լուծվում եւ պետքա միանալ եւ սկսել ուրեմն այդ կարգի համագործակցություն, այսինքն արտաքին ուժերի հակազդելու իմաստով համագործակցություն։ Երբ որ մի քիչ էլ, ասենք, զարգացումները գնաց եւ այդտեղ ավելի կարեւորվեց համագործակցությունը կադրերի առումով, հա, իրարից մարդ չգողանալու, նախ մարդ չգողանալու խնդիրը, որը մինչեւ հիմա ակտուալ է, որովհետեւ եթե դու դեֆիցիտ ունես, մարդ գողանալը մնում է ակտուալ խնդիր եւ այդտեղ կարծում եմ մեզ գոնե մինչև հիմա 80-90%-ով հաջողվել է դա ցիվիլ դաշտում պահել, էլի, այսինքն իհարկե կան մարդիկ, որոնք սրիկայություն են անում, կարող են զանգել ուղիղ քո աշխատողին եւ առաջարկություն անել, ոչ թե բաց հարթակներում, հա, ոչ թե հայտարարություն տան քո աշխատողը դիմի, այլ կարող է ուղիղ զանգեն քո աշխատողին headhunting-ի ենթարկել։ Հա, բայց սովորաբար այդ մարդիկ շատ արագ իրենց վարկանիշը ոլորտում կորցնում են։ Լրատվական ռադիոյի եթերում սա Հայաստանի եւ վերջահաղորդման հերթական թողարկումն է, տաղավարում հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանն է եւ երկրորդ խոսափող ես Գարեգին Խոմարյանը։ ՏՏ ոլորտը, հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, սկսում է ձևավորել սեփական ֆինանսական ինստիտուտներ, այսինքն տարեկան 25-30% աճ տվող ոլորտը հասկանում է, որ այն ծառայությունների որակը ֆինանսական նախևառաջ, որ իրեն առաջարկում են գոյություն ունեցող բանկային համակարգը, ֆինանսական համակարգը, կենսաթոշակային համակարգը, ապահովագրական համակարգը չեն համապատասխանում այս 15000 մարդկանց ու իրենց ընտանիքների պահանջներին եւ ոլորտը գնում է առսեփական գործիքների ստեղծում։ Սեփական վենչուրային հիմնադրամներ, իրենց հետազոտությունները ֆինանսավորելու համար սեփական բանկեր, բիզնես ու անհատական վարկերի համար սեփական կենսաթոշակային համակարգ եւ այլն եւ այլն։ Հիմա Կարեն, ես սկսեցի հաղորդում այն մտքից, որ
IT ոլորտը պետության մեջ պետություն է սարքում։ Եթե այս թվարկածից դուք նաև բան ավելացնեք, ինչ որ ներքին վալյուտա ավելացնեք, որով որ ներսում այդ ասոցիացիայի կսկսեք օպերացիաներ անել, սա արդեն իրոք պետություն է պետության մեջ։ Դուք եթե սա կայանա, դուք հանգիստ կարող եք սրա տակ, սրա երաշխավորությամբ ներսը դրամ հատել։ Հիմա իր անունը վալյուտա կդնեք, թե պարտատոմսեր կդնեք, այս աստիճան դուք կարող եք գոյություն ունեցող իրականությունից անջատ լինել։ Ես կարծում եմ մենք որևէ տենց խնդիր չունենք գոյություն Ես հասկանում եմ, որ ոլորտը ընկալվում է որպես գոյություն ունեցողից անջատ։ Դա բնական է եւ դա սկզբի փուլն է, էլի, բայց մեր նպատակը հակառակը է, այն իրականությունը, որը կա ոլորտում, տարածել Հայաստանի վրա։ Ոչ թե անջատվել, այլ հակառակը։ Մարդիկ մեղք չունեն, որ այդպես են ընկալում։ Ես զուտ վիզուալ մի օրինակ բերեմ, այդ Digitech-ի օրերին, երբ մարդիկ գալիս են Մերգելյան ինստիտուտ, այդ դու անցնում ես այդ մսավաճառների ուրեմն պասաժի մեջով եւ մեկ էլ հայտնվում ես Digitech-ում։ Կներեք, մեկը մյուսի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, երկու զուգահեռ իրականություն։ Ես կարծում եմ կապ ունի ու պետք է ունենա։ Որովհետև այդ կիրակնորյա շուկան, գյուղատնտեսական մթերքները անցնում ես մտնում ես Digitech, ես կարծում եմ կապ ունի, որովհետև այդ գյուղատնտեսի երեխեն, նու դիցուկ, որը ապրում է Բերդում, որը մթերք է բերել վաճառելու, գնում է անդեղի ռոբոտաշինության եւ ինժեներական խմբակը եւ ընդամենը 2-3 տարի հետո շատ հզոր օգնություն է տալու իր հորը։ Ավելին ասեմ, այդ երեխան, քանի որ լավ վաստակելու է, ինքը պահանջելու է, որպեսզի բարձրորակ էկոլոգիական մաքուր սնունդով սնվի, եւ դա իր հենց հոր կամ բարեկամների համար շուկա է ստեղծելու։ Ավելին ասեմ, ինքը ավելի հաճույքով, ասենք, մի 4-5 ժամ համակարգչի շուրջ աշխատելու դուրս է գալու եւ բահով վարելու է իրանց հողը։ Եվ այն ֆիզիկական աշխատանքի պակասը, որ մենք ունենք բոլորս, ուրեմն ինքը լրացնելու է, եւ շատ ավելի որակով ապրելու, քան թե Երևանում ապրող ծրագրավորողը, վաստակելով նույնը։ Եվ մեր խնդիրն ինչ է, որ մենք դա բանի ներդաշնակության մեջ գցենք։ Մենք չպետք է այդ երկու աշխարհը առանց էլ մեզ ստիպում են, որ եւ արդյունաբերական հեղափոխությունը դա ստիպել է, որ այդ երկու աշխարհը իրար հետ կռվեն։ Եվ արդյունաբերական հեղափոխությունը ինքը ստանվել է գյուղացու աշխատանքով, որին բերել է քաղաք, կտրել է հողից եւ այլ եւ այլ։ Հիմա հետ արդյունաբերական շրջանն է եւ մեր խնդիրը այն է, որ մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը որ էկոլոգիապես մաքուր է, կապ չունի թե որտեղ է տեղակայված, կապ չունի թե որ ժամին ես աշխատում եւ այլն, ինքը շատ ճկուն է, մենք իրան տեղափոխենք դեպի շրջանները եւ հնարավորություն տանք, որ բարձր տեխնոլոգիական մարդիկ նախ որակյալ կյանքով ապրեն, երկրորդը նրանք, քանի որ ամեն մի բարձր տեխնոլոգիական աշխատատեղը, օրինակ Միացյալ Նահանգներում ստեղծում է 1-ից 9 այլ ոլորտներում աշխատատեղ, նու Հայաստանում ես հաշվում եմ 1 աշխատատեղը տեխնոլոգիական ոլորտում 4 աշխատատեղ Հայաստանում ստեղծում է, ապա դա կբերի բարձր որակի աշխատանք նաև շրջաններում։ Ուզում ասեմ, այս աշխարհները իրար պետք չի հակադրել։ Հակառակը պետքա մարդկանց ցույց տալ, որ այսօրվա աշխարհում կրթությունը կարևոր է եւ պետքա գնալ այդ ճանապարհով, երեխեքին տալ նորմալ կրթության, ոչ թե վճարել, որպեսզի չսովորեն, չվճարել դիպլոմի համար, այլ հակառակը վճարել, որպես երեխեն գիտելիք ստանա, բացարձակապես ուշադրություն չդարձնել ձևական կողմերին կրթության, դիպլոմ եւ այլը, պաշտոն եւ այլը, էլի, որովհետեւ այսօր դու կարող ես քո խելքով ինչքան քեզ պետքա գումար աշխատել, էլի։ Եվ դրա համար այս երկու աշխարհների մենք ավելի շատ կողմնակից ենք ներդաշնակմանը, քան թե մեր առանձնացման։ Առանձնացումը այդտեղ զուտ կազմակերպչական բնույթ ունի, այսինքն սկզբից ստեղծել առողջ մարմին, որը իմաստ ունի աճացնելը։ Շնորհակալություն, այսքան հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ հետո։ Շնորհակալություն։